Գեներալներ, սովորել մամուլի ասուլիսի ուղադարներ, որպեսզի գյուղեցիները հասկանան այս պահին, այս վերջի օրով, այս վերջի մի քանի ժամվա ընթացքում ինչ է տեղի ունենում Գյումրի քաղաքում։ Մեր երիտասարդները քաղաքում զբոսնելիս տեսնում են, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցության գրասենյակից դուրս եկող անձիկ, ձեռքերը պլակատներ, ինձ վարկաբեկող պլակատներով փորձում են քաղաքի տարբեր հատվածներում պատերին, ծառներին, ես չգիտեմ, ծողերի վրա ամրացնելով ինչ որ բանի հասնել եւ երբ որ այդ լուրը հասավ մեզ, մենք որոշեցինք, որ արձագանքենք եւ հայ ժողովուրդը եւ Գյումրի քաղաքի բնակիչները հասկանան ինչ մեթոդների են դիմում իշխանությունները։ Իրենց ընդդիմադիր եղած ժամանակահատվածում իրենք բազմիցս շատ կոշտ քննադատության են ենթարկել նման բանանողներին եւ այսօր իրենք ավելի էժան, ավելի ճղճիլ տարբերակով են անում քաղաքացիների արձագանքը չի ուշացել իրենց, նաև իրենք նկարներ, ֆոտոներ սարքել իրենց ստեղծած ֆեյք կայքերով, այդ իրենց ֆեյք լրատվամիջոցներով փորձել են տարածել այդ նկարները, եւ երբ որ տագի կոմենտներն ես կարդում, գյումրեցին շատ ուղիղ իրենց արձագանքել է, որ նման բան անողը շան տղա է, շան տղություն է այդ ամենը անողը, եւ ես իմ կողմից նորից հորդորում եմ մեր բնակիչներին, որ պետք չի մտնենք այդ անձնական դաշտը, իրենց իրաց ցեխոտ քարոշչությունը թող իրենց մնա, մեզ ճանաչողները, մեր համակիրները, Գյումրու բնակչությունը մեր երթերի ժամանակ ցույց է տվել իր ազնիվ, իր մաքուր ջերմ ընդունելությունը, որը շատ քչերն են արժանացել այդ բախտին, եւ Հարուզաշարը դեռ չսկսված, առաջին իսկ պայից ես հայտարարել եմ, որ չենք մտնելու անձնական դաշտ, չի կարելի անձնական վիրավորանքներ տալ, սա Գյումրին է, մենք բոլորս հայ ենք եւ մայրենքի թաղերի բաժանումը անընդունելի ենք համարում եւ մինչեւ վերջի րոպեն պահել ենք եւ պահում ենք այդ սկզբունքը, իհարկե դատապարտում ենք իրենց արարքները, որ թույլ են տալիս նմանատիպ էժանագին մանիպուլյացիաներ